Սիրելի հայրենակիցներ, կփորձեմ ելույթս կառուցել հետևյալ կերպ։ Կարճ լինելու ավելի շատ ժամանակ կցանկանայի թողնել հարց ու պատասխանի հատվածին, որտեղ դա ավելի մեծ հնարավորություն է տալիս, թե որ հարցերն են այն ներվը, որը ուզում է մեր ժողովրդին, եւ հաշվի առնելով, որ ստեղ նաեւ հավաքված այն մարդիկն են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենալու ընտրական գործընթացներին, կփորձեմ անդրադարձ կատարել, թե ինչ վիճակում ենք այսօր, ինչ փուլում ենք գտնվում այս նախընտրական գործընթացների մեջ։ Ուրեմն այս պահին բոլորը երկհավորվում են, թե ինչ ծրագրերով եւ ընդհանրապես ինչպես են հանդես գալու մեր ժողովրդի առջև այս նախընտրական փուլում։ Մեր դիրքավորումը դուք արդեն տեսել եք։ Ինչն է դրական այս ամբողջ գործընթացում։ Եվ սա չափազանց կարևոր է, որտեղ մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում անընդհատ խոսում ենք դրա մասին, որ պետք է ձևավորվել խոշոր ընտրական միավորներ, ոչ թե մասնակցել օրինական դիմադիր դաշտից 20-25 տարբեր կուսակցություններ կան դաշինքներ, այլ ձևավորվել խոշոր միավորներ։ Ըստ էության այս գործընթացը գնում է, եւ սա ես բավական դրական եմ համարում, որովհետեւ սա հնարավորություն է տալիս առաջի հերթին չփոշիացնել ձայները, եւ երկրորդը հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրերով 3-4 ընդդիմադիր միավորներով մտնել լուրջ պայքարի մեջ մեկ միավորի հետ։ Միավորի, որը զավթել է իշխանությունը եւ որը մեզ տանում է, ոչ ոք չի հասկանում, թե ուր։ Կարծում եմ իրենք չեն հասկանում, թե ուր են տանում այս երկիրը։ Դրականը նաեւ այն է, որ իշխանությունը սատելիտ կուսակցություններ չունի, որոնք ինչ որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շահը։ Ուրեմն արդեն ձևավորում են մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատի, այլ բոլորը թիրախավորեն նրանք, ովքեր արհալիք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու ենք։ Մենք պատրաստ ենք նման կարգի աշխատանքի եւ այդ մասին նաեւ մեր դաշինքի անդամները, բազմաթիվ անդամ տարբեր հրապարակային ելույթներում նշում են։ Սա ուղղակի մի քանի խոսքով ես նկարագրեցի այն ֆորմատը մասնակցության, որ այսօր արդեն ձևավորման փուլում է, արդեն նախանշվում է։ Հիմա բովանդակության տեսանկյունից ինչ վիճակում ենք մենք գտնվում ընդհանրապես։ Ես չեմ նախանձում այս փուլում իշխանության։ Նայեք, իրենց համար բավական դժվար է ինչ որ խոստումներով հանդես գալ մեր ժողովրդի առջև։ Ինչ պիտի ասեմ։ Առաջին, մարդիկ ասելու են, դա 8 տարի իշխանության գլխին եք, այդ ինչ որ խոսք եք տալիս, դա պետք է առածնենք, ինչու չեք արել։ Եվ երկրորդը, ամեն մարդ, եթե բացում է իրենց նախընտրական ծրագիրը 21 թվականին, տեսնում է, որ առնվազն 80%-ով արել են ճիշտ հակառակը նրան, ինչ խոստացել։ Եվ հարց է առաջանում, ձեր խոստումները, ձեր ասածները որոշի արժեք ուղղակի չունի, քանի որ մենք այդ փորձը հարաբերվելու նմանատիպ իշխանության հետ արդեն ունենք, որ դուք կարող եք ասել մեկ բան եւ կյանքում անել ճիշտ հակառակը։ Եվ այս պատճառով իմ տպավորությամբ իրենք մի թեզ են միայն մեջտեղ բերելու, եթե մենք չենք, ապա
պատերազմ է լինելու։ Ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ։ Աննա Գրիգորյանը ասաց, որ սեփական ժողովրդի գլխին արի տղա են բերում, որի բողոս արկելով, որ հեսա կարձակվեն, եվս քվեններ գործեն դրանից։ Բայց մենք սա կանխատեսում էինք, եւ եթե հիշում եք, մեր նաև հրապարակային ելույթներում, որ մենք տարի առաջ, 8 ամիս առաջ, նույնիսկ ավելի հետ եթե գնանք, միշտ ասում էինք, որ սա միակ թեզն է, որից այս իշխանությունը փորձելու է կարճել եւ ինչ որ ձև բախի մտնոլորտ սերմանելով, պատերազմից բախի մտնոլորտ ստեղծելով, փորձել եւս ինչ որ քանակի ձայներ ստանալ։ Նայեք, քարոզարշավը իշխանությունը սկսել է մոտ 1 տարի։ Տարբեր ֆորմատներով փորձում են ինչ որ նոր հետաքրքրություն ստեղծել մեր ժողովրդի մոտ։ Հիմա թիթիզ ավտոբուսի sense թեման է բավական ակտիվ օգտագործվում, այլ քաղաքական ուժերն այլ ընդդիմադիր դաշտի սկսել են մոտարապես աշնանը, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից, մենք սկսել ենք ընդամենը ամսի 16-ից։ Մակարոյի ասել, թե մենք ուշանում ենք։ Մեր կարծիքով ուրիշները շուտ են սկսել կան անհրաժեշտ է։ Սա նայած ինչ հայացքով նայենք ուղղակի այս գործընթացին։ Եվ մենք ամբողջ թափով եւ համոզմունքով մտնում ենք այս պայքարի մեջ։ Ես ունեմ խոր վստահություն, որ հաջողության հասնելու ենք եւ այդ հաջողության մեջ զգալի հումա ունենալու եք դուք։